Շնորհակալ եմ Տիկին Թևանյան, իրապես շատ կարևոր պայմանագիր ենք ստորագրել, շատ բարդ գործընթացներով անցած եւ տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում, եւ ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլ նաեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ եւ ստանում է տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք որ վստահաբար ոչ թե քաղաքապետարանին են, այլ քաղաքինն են եւ պարոն Սարգսյան, ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային որոշակի այսպես ասած տրամաբանություն ֆինանսական, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա, խնդրում եմ փորձենք մնալ այդ մոտավորապես $70 միլիոն շրջանակներում եւ դրանից շատ ավել չանցնենք, այսինքն նախնական 50-ից մենք արդեն դարձրել ենք դա 70-ի կարգի, խնդրում եմ այդ շրջանակներում կարողանանք մնալ, որպեսզի համ արագ առաջ շարժվենք, համ էլ ստանանք որակյալ ենթակառուցվածք։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ամփոփելով մեր բախտից ասեմ, որ սկզբում ձայնը չէր աշխատում եւ որոշակի անախորժ բաներ ուղիղ եթեր չգնացին, որի համար ուրախ եմ, բայց ուզում եմ մի բան վերջնական այստեղ ֆիքսենք։ Եթե մենք այստեղ ինչ-որ մի բան խոսում ենք, դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները, բոլոր աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն, ինչի մասին ենք մենք խոսացել այստեղ։ Եթե մենք խոսացել ենք օդի որակի մասին եւ ասել ենք, որ տերև չպետք է վառվի, ոչ մի քաղաքապետարանի աշխատակից չի կարող հետո պարզվի ինչ-որ միտեղ, որ տերև է վառում։ Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ, այստեղ խնդիր ա եղել, ու արդեն պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի ինչ ծավալի խնդիր է, ինքը ինչ գործողություն պետք է անի, ում պետք է նկատողություն տա, ում պետք է աշխատանքից ազատի, որովհետև այնուամենայնիվ վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է, նույնիսկ դա հասկանալ, ամեն ինչ չի, որ մատով պետք է ցույց տրվի, որովհետև հետագայում արդեն ես պետք է մտածեմ ինչ անել այդ վարչական շրջանում, կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, հարգելի գործընկերներ, բոլորին։ Շնորհակալ եմ։